Հարգելիներս, այսօր շատ մի բարդ թեմայի շուրջ պիտի նայեմ, որովհետև մի քանի հոգի խնդրեցին, ես փորձեցի հրաժարվեցի, մի քանիսից փորձեցի բացատրել, որ ես վստահ չեմ, դե վերնագից տեսակ քննությունների համար եմ նայելու։ Ես վստահ չեմ, որ կարտերը ճիշտ ինֆորմացիա ցույց կտան։ Այդ շատ անհատական է, բոլոր երեխաները, չգիտեմ, բոլոր խոյերը, բոլոր ցուլերը չեն կարող նույն գնահատականը ստանալ։ Ուղղակի այդպես չի լինի։ Ես չէի ուզում համել նայել, որտեղ ոչ մեկին չեմ ուզում ներշնչվեն։ Ոչ լավ ներշնչվեն, վատ լինի, հիասթափվեն, ոչ էլ վատը ներշնչեն, բայց իրականում գնահատականը լավ լինի։ Եվ քանի որ մի քանիսն ուզեցին, ես կնայեմ, ինձ համար դժվար չի, որտեղ անդադ ասում եմ առողջության համար չեմ նայելու, մարդիկ էլի դիմում են, չեմ նայում, զգում եմ մարդիկ նեղվում են։ Ես չեմ ուզում ոչ մեկ նեղվի։ Այնպես չի, որ ափսոսում եմ, ալարում եմ, կնայեմ, ուզում եք կնայեմ, ուղղակի ես նախորոք ասում եմ, ովքեր չեն ուզում մի նայեք, լսելուց հետո, հա, իմ խոսքը լսելուց հետո, որտեղ ես իսկապես երաշխիք չեմ տալիս, որ այստեղ ճիշտ բան եմ տեսնելու։ Ես երբեք չեմ նայել քննությունների վրա։ Տեսեք, այստեղ շատ էներգիաներ կան։ Ձեր, եթե նայում եք ձեր երեխաների համար, ձեր երեխաների, նաև ուսուցիչներ, ովքեր որ գնահատում են, չէ, այնտեղ ինչքանով են անաչառ գնահատում, ոչ, ես ճիշտն ասած չեմ կարող ասել, իսկապես չեմ կարող երաշխավորել, որ այս ինֆորմացիան ճիշտ կլինի։ Դե եկեք փորձենք։ Ես բոլոր կարտերով նայում եմ, Լինարման, Տարո, այս սովորական կարտերով էլ, բայց չեմ էլ պատկերացնում, թե որ կարտերով կարելի է նայել, որ ճշգրիտ ինֆորմացիա ստանամ։ Վերջում կանգ առա այս կարտերի վրա։ Ես փաստորեն չեմ կարող մանրամասնել։ Քննությունների մանրամասը որն է, փաստորեն կանցնեք, չկանցնի կամ լավ կլինի, վատ կլինի, հա, մոտավորապես, եւ լրացուցիչ կարտ կհանեն, միգուցե ինչ-որ բան կասեն, չեն ասի, բայց նորից եմ ասում, սրտների հետ մոտ մի ընդունեք։ Երբ որ քննությունները կվերջանան, ես պիտի խնդրեմ այս վիդեոյի, այս նույն վիդեոյի տակ վերադառնաք եւ գրեք ինչքանով էր ճիշտ եղել ասածս, որտեվ եթե ճիշտ չի լինի մեծ մասը, ուրեմն ես գոնե մյուս անգամ կիմանամ ինչու եմ մերժում։ Մարդկանց կոնկրետ կբացատրեմ, փորձել եմ, չի աշխատում, կարտերը չեն կարող ցույց տալ քննությունների մասին։ Տեսեք, ամեն ինչի մասին կարտերը չեն կարող ցույց տալ։ Եթե հնարավոր լիներ ամեն ինչ տեսնել, առաջինը ես կնայի վաղը լոտոյի թվերն ինչ են լինելու, միլիոներ կաշխատեի։ Եթե իսկապես կարտերն ամեն ինչ ցույց տային, բայց այդպես ուղղակի չի աշխատում։ Բայց որովհետև շատերն են ուզում, ես էլ եմ ասում, ինձ համար դժվար չի, ես կնայեմ։ Պարզապես չեմ կարող երաշխավորել, որ ամեն ինչ ճիշտ կլինի եւ կարելի այս ինֆորմացիայի վրա հենվել։ Պարզապես որպես ժամանց երևի, եթե ուզում եք, եկեք նայենք։ Առաջինը նայենք խոյերի համար։ Ես կվերցնեմ 3 տարբերակ, ընտրեք ձեր տարբերակը։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Ինչպիսին։ Ինչպես կանցնեն քննությունները կամ արդյունքը ինչպիսին կլինի։ Ես գաղափարել չունեմ, արդեն քննությունները եղել են, չեն եղել, թե նոր են լինելու։ Տեսնում եմ առաջին տարբերակում կարմիր թագավոր։ Դրական եմ տեսնում եւ հատկապես երևի տղաների համար։ Երկրորդն էլ տեսնում եմ շատ լավ, շատ լավ եմ տեսնում, ոչ միայն լավ, այլև բարձր գնահատականներ։ Երրորդ տարբերակն էլ մի խոսքով խոյերի համար ես այստեղ էլի որոշել եի երկրորդ կարտերով էլ նայել, բայց որովհետև շատ լավ եղավ 3 տարբերակն էլ, ոչ մի տարբերակ էլ ուրիշ չեմ նայում։ Ես չեմ կարող հավատալ, որ բոլոր խոյերի համար գնահատականները այսպես բարձր են լինելու, բայց Աստված տա։ Մի խոսքով շատ ուրախ եմ խոյերի համար, լրացուցիչ կարտեր չեմ հանում, որտեղ ամեն ինչ արդեն շատ լավ եղավ։ Նայենք հաջորդը ցուլերի համար։ Երկրորդ տարբերակը լավագույնն էր։ Առաջին եւ վերջինը լավ էին, դրական էին, իսկ տուզը դա լավագույնն է։ Եթե ընտրել եք երկրորդ տարբերակը, դա լավագույն տարբերակն է, փաստորեն։ Տեսնենք ցուլերին։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Առաջին տարբերակ, քարպինջի տուզ, մեծ հաղթանակ, շատ լավ է։ Երկրորդ տարբերակ, սրտի 8, շատ լավ է։ Եվ երրորդ տարբերակ, շատ լավ է։ Ես շատ ուրախ եմ, Աստված տա, ես էլ ասում չեմ հավատում ինչին, որ այսօր անում եմ, այսպես երբեք չի եղել, շատ լավ է։ Եթե բոլոր ցուլերի համար քննությունները լավ կանցնեն, Աստված տա, այսպես էլ շարունակվի։
Աստված տա։ Լավ եմ տեսնում։ Ցուլերի համար, խոյերի համար էլ բոլոր տարբերակներն էլ լավն են։ Եթե լավն են, ոչ մի լրացուցիչ էլ կարտեր չեմ հանում։ Կարծում եմ պետք է լավ պատրաստվել։ Մնացածը Աստված ձեզ հետ երեխաներ ջան։ Աստված տա բոլորդ էլ լավ գնահատական ստանաք։ Ես նույնիսկ չգիտեմ հիմա Հայաստանում ինչպես է, դպրոցի քննությունները առանձին են, դպրոցական վերջին քննություններն են, հետո պետք է գնան ինստիտուտ քննություն տան, ինչպես մենք ենք եղել, թե ես ինչքան լսել եմ, մի քանի տարի առաջ եմ լսել, որ դրանք հիմա նույնացվել են, այսինքն դպրոցը ավարտում են, միանգամից ինստիտուտ են ընդունվում։ Ես անգամ չգիտեմ, եթե այդպես է, եթե գրեք կոմենտներում, ես կոնե մտապես կհասկանամ ինչ եմ նայում։ Երկորյակների համար տեսնենք քննությունները ինչ արդյունք կունենան։ Առաջին կարտ, առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակը։ Առաջինը ճանապարհը բաց է։ Տեսնում եմ 6-ը, 6 ամենափոքր թիվն է, նույնիսկ եթե շատ բարձր գնահատականներ չլինեն, ամեն դեպքում անցնում է, լավ է։ Երկրորդ տարբերակը լավ չեմ տեսնում։ Երևի տղաների համար կարող է ավելի ոչ այնքան լավ լինել, չասենք վատ։ Երրորդը լավ կլինի։ Առաջինն էր լավը, երրորդն էր լավը, սրտեր եմ տեսնում։ Երկրորդ տարբերակի համար տեսա ղարի վալեցա, բավականին վատ է։ Տեսնենք մի լրացուցիչ կարտ վատ է, շատ վատ է, թե մի քիչ վատ է, տեսնենք։ Տեսնում եմ սրտի վալետ, այստեղ էլ տեսնում եմ էլի վալետ, ղարի վալետ, այսինքն որոշ տղաների համար դե բոլորին չի կարող լինել, ես կարող եմ ասել 50-50, տեսնում եք, այստեղ ղարի վալետն է, այստեղ սրտի վալետն է, այսինքն 50-50 կլինի, մի մասը կանցնեն, մի մասը չեն անցնի, դե արի ու իմացի, կանցնեն, թե չեն անցնի, ես դրա համար եմ ասում, տեսակ շատ տարօրինակ, այս էլ կողմնացույցը, դժվարանամ ասել, չեմ կարողանում. Մի խոսքով, առաջին ու երրորդ տարբերակ ովքեր որ ընտրել էին նրանց կարող եմ ասել, որ կարտերը շատ լավ ցույց տվեցին, երկրորդ տարբերակը դուք ինքներդ կիմանաք, լավ եք պատրաստվել, ուրեմն լավ կլինի, սրտի տուզը, որտեղ տուզ եմ տեսնում այստեղ, բայց ամեն դեպքում կլինեն մի քանիսը, որ երևի թե քննություններին լավ չեն հանձնի։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը խեցգետինների համար։ Ինչպես կանցնեն քննությունները խեցգետինների համար։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ և երրորդ տարբերակ։ Երկու վայրկյան տամ ձեզ ընտրեք ձեր տարբերակը, առաջին, երկրորդ և երրորդ։ Առաջինը 10, շատ լավ կհանձնեն առաջինը, 10-ը շատ լավ կարտ է, շատ բարձր գնահատականներ կստանան։ Տուզը միշտ լավ է, շատ լավ է, երկրորդ տարբերակն էլ, շատ լավ կլինի։ Երրորդ տարբերակը լավ չի լինի, տեսնենք մի նկար կարողանանք անել։ Տեսնում եմ ջրհոր, չէ, երրորդ տարբերակը լավ չեմ տեսնում, երրորդ տարբերակը լավ չեմ տեսնում, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, ցածր գնահատական կլինեն գնահատականներ, թե ինչ կլինի չեմ կարող ասել, բայց երրորդ տարբերակը լավ չէր։ Տեսնենք առույցներին։ Ինչ է սպասում քննություններում առույցներին։
առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ և երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակները։ Քյարպինջի 10, շատ լավ է առաջին տարբերակը, շատ լավ կհանձնեն քննությունները։ Շատ լավ է երկրորդ տարբերակը, հատկապես աղջիկները շատ լավ կհանձնեն, աղջիկ եմ տեսնում։ Էլի ղարել-վարետ եմ տեսնում, էլի լավ չի։ Որոշ տղաների համար քննությունը լավ չի լինի, դե չեմ կարող ասել աղջիկների համար բոլորի լավ կլինի, բայց ես տղա եմ տեսնում։ Այսինքն այսպես ասեմ, եթե լավ չլինի, տղաների համար, տղաների գնահատականները ավելի ցածր կնեն, քան աղջիկների, ովքեր վատ կհանձնեն քննությունները։ Լրացուցիչ կարդանենք, տեսնենք ինչ կտան։ Տեսնում եմ ծառ, ծառի հետ գալիս է սրտի 7-ը։ Ես որովհետև լավ չեմ պատկերացնում քննությունները ինչպես են լինում, ցածր գնահատականով էլ նորից կանցնեն, այսինքն այստեղ կտրվել չեմ տեսնում, այդպես կարող եմ ասել։ Տեսեք, ջրհորով մի քիչ դժվար էր, միգուցե եւ շատ բացասական պատասխան էր, բայց սրանով կարող եմ ասել սրտի 7-ը կարող է մի քիչ մեղմացնել, այսինքն միգուցե վատ հանձնել նկատի ունեմ մի քիչ ավելի ցածր գնահատականներով անցնեն, բայց այսպես վտանգավոր գոտում չլինեն։ Ամեն դեպքում 7-ը ինչ որ դրական ստվեր գցեց կարտերի վրա։ Բայց առաջի երկու տարբերակը շատ լավ էր առյուծների համար։ Տեսնենք կույսերին ինչ է սպասում քննություններում։ Ինչ է սպասում կույսերին առաջիկա քննություններում։ Իսկ եթե արդեն եղել են պատասխանների եք սպասում, այդ դեպքում առաջիկա չի արդեն անցածից վստահ չեմ։ Ես չգիտեմ Հայաստանում ինչպես է այդ ամենը տեղի ունենում։ Այսպես ուրեմն, կույսերի համար առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ և երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակները, հարգելիներս։ Առաջին տարբերակը տեսնում եմ ղարի 6, պատասխանն է ոչ, լավ չեն հանձնի քննությունները, ցածր գնահատականներով։ Երկրորդը ոչինչ, խաչ դուրս եկավ, խաչը ոչինչ։ Չգիտեմ, եթե կտրվելու չկտրվելու հարց կա, երևի թե չեն կտրվի, բայց էլի այնքան էլ լավ չեն հանձնի, այդպես միջին։ Իսկ վերջին տարբերակը լավ է, էլի շատ բարձր գնահատականներ կարող է չստանան, բայց ճանապարհը բաց է։ Առաջին տարբերակը լավ չէր, երկրորդ տարբերակը ոչինչ, երրորդը լավ էր։ Առաջին երկուսի համար փորձեմ լրացուցիչ կարդ անել։ Վստահ չեմ ես այս բոլորի վրա, նորից եմ զգուշացնում, բայց թողնում եմ ձեզ։ Կուզեք նայեք։ Կուզեք մի նայեք, հարգելիներս, ես ձեր խնդրանքով եմ անում։ Ես ճիշտ չեմ գտնում քննությունների համար նայելը, բայց որ ուզում եք, ես կնայեմ։ Առաջին կարտը ղարի 6 ընկավ, տեսնում եմ, իսկ այստեղ տեսնում եմ քյարպինջի 7-ը։ 6-ը առհասարակ ճանապարհի հետ է կապված, ճանապարհը փակվում է, այսինքն կարող էի տեսնել կտրվել, մի քանիսը կարող է եւ կտրվեն, իսկ բոլորը չեն կարող կտրվել բնականաբար, կարտը եկավ ասելու 7-ը, որ որոշ մարդիկ դե հավանական է կույսեր կտրվեն քննությունից առաջին տարբերակի դեպքում, բայց եթե չկա կտրվելու տարբերակ, ուրեմն չկա, ես էլ եմ ասում, ես չգիտեմ Հայաստանում ինչպես են լինում քննությունները, սրանք դպրոցական են, թե դպրոցական ինստիտուտի հետ էլ կապ ունի, սա տեսնում ուղղակի ճանապարհը փակ է այստեղ ցածր գնահատականներով, բայց եթե կներեն, որ ցածր գնահատական կստանան, բայց ամեն դեպքում ճանապարհը բաց է, որտեվ 7-ը լավ է։ Մի մասին լավ կլինի, մի մասին վատ կլինի, նույնիսկ որոշները էլ եմ ասում, նույնիսկ եթե ցածր գնահատականներ ունենան առաջին տարբերակ ընտրածները, ամեն դեպքում դեռ ինչ որ հույս կա, այսպես չի փակվում ճանապարհը ամբողջությամբ։ Երկրորդը խաչ էր, երկրորդը կտրվել չեմ տեսնում, եթե կա կտրվելու տարբերակ էլ եմ ասում, բայց այստեղ ոչինչ, ոչ շատ լավ էր, ոչ շատ վատ էր, իսկ կարտը ընկավ, այսպես տեսնում եք, սա ոչինչ էլ ցույց չի տալիս, այսինքն սա շատ անհայտ է, իսկ այստեղ երկու երեսանի մարդիկ են, որոնք իրենց դեմքը ցույց չեն տալիս, ինչը նշանակում է, որ երկրորդ տարբերակի դեպքում 50-50, ոչ այն կարող եմ ասել, ոչ էլ այն։ Շատ դրական չեմ տեսնում, բայց շատ վատ էլ չեմ տեսնում, այսպես ասեմ 50-50, կամ կանցնեն, կամ չեն անցնի, կամ լավ կտան, կամ վատ։ Երկու տարբերակն էլ հնարավոր էր։
Այժմ նայենք կշարքներին։ Ինչպես կհանձնեն քննությունները կշարքները։ Կամ ինչպիսին կլինեն քննությունների արդյունքները, եթե արդեն հանձնել են։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ և երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակը։ Ղարի վալետ, տեսնեք, ղարից միայն վալետն է դուրս գալիս, շատ տարօրինակ է, շատ։ Դատարկության կարգն է համել սա։ Առաջի տարբերակը հարգելիներս լավ չէ եւ երևի որոշ տղաների համար կարող է լավ չլինել։ Դե բոլորի համար չի կարող, բայց որոշ տղաների համար լավ չէր լինելու։ Երկրորդը լավ է։ Կարող է շատ բարձր գնահատականներ չստանաք, բայց ամեն ինչ նորմալ կլինի, կարծում եմ, որ կանցնեն։ Երրորդը խաչի տուզ։ Խաչը այն մեջտեղի տարբերակն է, ոչ շատ լավ է, ոչ շատ վատ, բայց տուզ է։ Տուզը ինքնըստինքյան արդեն լավ է։ Այսինքն այստեղ 50-50 չի կարող լինել, երևի կարող է հավանականությունը մեծ է, որ կանցնեք, բայց կարող է խնդիրներ լինեն, այստեղ այսպես կարող եմ ասել, խնդիրներ կարող են լինել, եթե խնդիրները կարողանաք լուծել, բայց իսկապես գաղափար չունեմ ինչ խնդիրներ կլինեն եւ ինչպես կարող եք լուծել, ես չգիտեմ առաջ ինչպես էր, գնահատականները ցածր էին, կարող էր վճարովի նստել, եթե այդպիսի տարբերակ լինի, տզով, ուրեմն հնարավոր է, եթե դրա մասին է խոսքը։ Բայց ես ամեն դեպքում կարող եմ եւ տզի վրա կարդանել եւ ղարի վալետի, որտեղ երկրորդ տարբերակը լավ էր, առաջինն էր վատ, երրորդը ոչինչ։ Առաջինը ղարի վալետի հետ տեսնում եմ էլի 7, քյարպինջի 7-ը։ Էլի, եթե որոշ մարդկանց համար կարող է գնահատականը վատ լինել եւ շատ տխուր լինել, ապա ոչ բոլորի, բնականաբար։ Էլի կարող եմ ցածր գնահատականներ լինին, բայց էլի դեռ ինչ-որ մի լավ նորություն կա, ինչ-որ բան հնարավոր է անել։ Սա նաեւ խոսելու, զրուցելու, ես չգիտեմ զրուցել դա ինչ կնշանակի քննությունների համար, կարելի է նորից, ես իսկապես չգիտեմ ինչպես կարելի, ինչ կարելի անել, բայց տեսնում եմ 7-ը, այսինքն ինչ որ կարելի է փրկել այս իրավիճակը, միգուցե, երևի թե ոչ բոլորի, բայց որոշ դեպքերում ինչ-որ բան հնարավոր կլինի անել։ Իսկ խաչի տզով, այո, տեսնում եմ այստեղ ջրհոր, տեսնում եք, այստեղ կարտ չի ցույց տալիս, խառն է շատ։ Այսինքն սա նշանակում է, որ ինչպես ասեցի, այստեղ տարբերակ կարող է լինել, ինչ որ խնդիրներ եթե լինեն, տեսեք խորանում է հարցը, այսինքն ինչ որ հարց պետք է լուծել։ Եթե հարցը լուծեք, երևի թե լավ կլինի։ Տուզը ամեն դեպքում լավ էր, իսկ այստեղ ասում է, որ եթե խնդիր լինի, պետք է խնդիրը լուծել։ Ես իսկապես էլի եմ ասում, ես չգիտեմ հիմա ինչպես են քննություններն անցկացվում, ինչպես պիտի կարողանաք խնդիրը լուծել, ինչ խնդիր պիտի առաջանա։ Ես լավ չեմ պատկերացնում, դրա համար չեմ մանրանա, բայց դուք եթե գիտեք, դուք կհասկանաք երևի ինչ նկատի ունեմ, որտեղ մեկ ինձ հարց էր տալիս խնդիրներ կլինեն, թե չէ լինի, դրա համար եմ փորձում եմ ձեր բառերով իսկ ասել, բացատրել, որ ձեզ հասկանալի լինի, նույնիսկ եթե ես չեմ հասկանում։ Այսպես, տեսնենք ներողություն կարիճների համար։ Տեսնենք կարիճների համար քննությունները ինչպես կանցնեն։ Կամ արդյունքները։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակը հարգելիներս։ Քյարպինջի 10, շատ լավ կարտ է։ Հետաքրքիր է, կամ 10, կամ ոչ 7, 8, 9, ոչ սուրճ չի գալիս, կամ 6, կամ 10, կամ տուզ։ Շատ լավ է։ Ովքեր ընտրել են առաջին տարբերակը, շատ լավ եմ տեսնում, ահագին էլ բարձր գնահատականներ կունենանք։ Երկրորդ տարբերակն էլ եմ շատ լավ տեսնում, հատկապես աղջիկները շատ լավ կհանձնեն քննությունները։ Օհ, երրորդ տարբերակը խաղի տուզ։ Ցավում եմ, հարգելիներս, սա շատ վատ կարտ է։
Ես չգիտեմ էլ կօգնի, եթե ինչ-որ կարտեր հանեմ, բայց դե չի կարող երրորդ տարբերակի բոլորը վատ հանձնել։ Գիտեք, ես վստահ եմ երեխաներն իրենք էլ գիտեն, ովքեր լավ են պատրաստվել, վատ են պատրաստվել, իրենք իրենց վրա վստահ են, վստահ չեն։ Դուք խնդրեցիք, ես նայում եմ, բայց երրորդ տարբերակում հնարավոր է շատ բացասական արդյունք։ Այս էլ խաչի 7։ Այո, երրորդ տարբերակը կներեք, չեմ կարող սուտ խոսել, երրորդ տարբերակի որոշ, բոլորին չի կարող էլի եմ ասում լինել, բայց երրորդ տարբերակի որոշների համար կլինի շատ բացասական արդյունք։ Այժմ տեսնենք, ինչպեսին կլինեն քննությունները աղեղնավորների համար։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ, երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակը։ Լավ է առաջինը։ Կարող է շատ բարձր գնահատականներ չստանաք, բայց լավ է։ 6-ը լավ է, ճանապարհն էլ բաց է։ Երկրորդ տեսնում Ղարի Կարոլ։ Ղարը լավ չէ։ Այսինքն երկրորդ տարբերակի երևի հատկապես տղաները, բայց դա թակավոր եմ տեսնում, ոչ երիտասարդ աղջիկ, ոչ երիտասարդ տղա չեմ տեսնում։ Դրա համար եկեք այստեղ չասեմ աղջիկ տղա, բայց այդքան էլ լավ չեմ տեսնում երկրորդ տարբերակը։ Երրորդը շատ լավ եմ տեսնում, 10, շատ։ Էլ եմ ասում 7, 8, 9, ոչ մի կարտ դուրս չի գալիս, միայն 6 ու 10, լավա ձեր աչքի առաջ խառնում եմ։ Առաջինը վերջինը լավ էին, առաջինը ցածր գնահատականներով թեկուզ, բայց դրական, երկրորդը բարձր գնահատականներով էլ դրական, միայն մեջտեղիններ, մեջտեղի տարբերակներ, այսինքն երկրորդ տարբերակներ։ Եկենք լրացուցիչ կարտեր տեսնեմ, լրացուցիչ ինչ-որ ինֆորմացիա կտան կարտերը։ Ղարի վալետ, երկու ղար։ Այո, տղաները, նորից էլի տղա դուրս եկավ։ Երեխան, այստեղ ես երեխային ուշադրություն չեմ դարձնում, երեխան երեխա է, նոր է նշանակում։ Ես տեսնում այստեղ ղարի վալետը, ղարի կարոր, այսինքն տղաները հիմնականում երկրորդ տարբերակի կարող է ոչ այնքան լավ արդյունք ունենան քննություններում։ Դրա համար էլ չէի ուզում նայել, որովհետև չեմ սիրում վատ բաներ ասել, բայց կգուզեցիք հարգելներս, ես նայում եմ։ Ատեղ ջուր։ Տեսնենք ատեղ ջուրների համար քննությունները ինչպես կանցնեն, ինչ արդյունք կլինի։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ և երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեզ տարբերակը։ Առաջին տարբերակը շատ լավ է։ Այստեղ տեսնում շատ լուրջ, շատ մտածող երեխաներ, բավականին լավ է, հատկապես տղաների։ Վերջապես մի նոր կարտ դուրս եկավ, սրտի 9, երկրորդն էլ շատ լավ է, երկրորդ տարբերակն էլ լավ է։ Երրորդը ոչինչ։ Վատ չեմ տեսնում, ղարչի գոնե ոչինչ, բայց կարող է ինչ-որ խնդիրներ լինեն, բայց անլուծելի խնդիր չեմ տեսնում։ Եկեք մի փոքր օգնություն։ Առաջին տարբերակը լավ էր, երկրորդը լավ էր, երրորդ տարբերակը խաչ, տեսնենք։ Տեսնում եմ ղարի 9, այստեղ, տեսնում եք, ղարի 9 եմ տեսնում խաչի 6-ի համար։ Այսպես կարող եմ ասել, այստեղ էլ 50-50 է, կլինեն որոշների համար, ովքեր ընտրել են երրորդ տարբերակը, քննությունները կամ շանս կունենան, եթե նույնիսկ շատ բարձր գնահատականներ չունենան, բայց մի մասը այդ շանսն էլ չեն ունենա։ 50-50։ Սա էլ ատեղ ջուրները։ Այժմ տեսնենք
ինչ արդյունքներ կլինեն ջրհոսների քննություններից։ Եթե աղմուկ է լսում, ես ներողություն եմ խնդրում, դրսում խուտ են կտրում։ Պատուհանները փակ են, բայց միևնույն է։ Ոյ, ես ինչ մեջտեղի կարտ ընկավ, նորից խառնեմ, լավ չխառնվեցին կարտերը։ Այն ջրհոսների համար քննությունների արդյունքները ջրհոսների համար։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Առաջի տարբերակը լավ է, հատկապես աղջիկները շատ լավ գանձ են քննությունները, ջրհոսները։ Երկրորդն էլ է լավ, բավականին լավ է եւ բավականին լավ գնահատականներ կստանան։ Երրորդը լավ չէ, բայց ամեն դեպքում ղարի դուրս չի, ղարի 7 է։ Երրորդ տարբերակ ընտրողների մեջ կարող են մի քիչ խնդիրներ առաջանալ։ Տեսնենք։ Ղարի 7-ը մանր մունր, այսինքն ինչ-որ մեծ լուրջ խնդիր չի, ես էլ եմ ասում, չգիտեմ ինչպես են քննությունները, ինչ քննություններ են հիմա, ինչպես են անցկացում եւ ինչ խնդիրներ կլինեն։ Դուք գլխի կընկնեք, բայց 7-ով կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ այսպես գերազանց չի լինի, բայց ժամացույց ընկավ։ Տեսնում եք, եւ այստեղ էլի տակը ոչ մի կարճ ցույց չի տալի, ասինքն շատ անորոշ է։ Որոշների համար կարող եմ ասել ղարի 7-ով, որ լավ գնահատականներ չեք ստանա, այնքան հաջող չի լինի, իսկ մյուսների հետ ժամանակի կարտը, եթե ինչ-որ բան հնարավոր լինի շտկել, որոշ մարդկանց համար, նույնիսկ ցածր գնահատականներով, էլ եմ ասում, ես չգիտեմ ինչ կարող եք շտկել, եթե խնդիրներ լինեն։ Որոշների համար ժամանակի ընթացքում խնդիրները կարողանաք լուծել, որովհետեւ շատ այսպես չնչին խնդիրներ են լինելու, լուրջ մեծ խնդիրներ չեն լինելու, մոտ են լինելու հաղթելու երևի թե կամ այսինքն լավ գնահատականներ ունենալու, բայց ինչ որ չնչին մանր խնդիրներ կլինեն, բայց մի մասը ամեն դեպքում մի մասը խնդիրներ հաստատ կունենան, այսինքն լավ չեն հանձնի քննությունները, մի մասը միայն։ Եվ վերջում նայենք ձկների համար։ Ինչ սպասել քննություններից ձկների համար։ Այսպես տեսնենք, ինչ է սպասում ձկներին քննություններում։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Ընտրեք ձեր տարբերակը։ Առաջի տարբերակը ոչինչ։ 50-50, ոչ շատ լավ, ոչ շատ վատ։ Երկրորդ տարբերակներ եմ տեսնում, ստեղ ավելի բարձր գնահատականներ եմ տեսնում, քան առաջի տարբերակում, բայց միևնույն է, էլի հարցականի տակ է։ Երրորդը լավ է։ Դե նույնիսկ շատ բարձր գնահատականներ չստանաք երրորդ տարբերակով, ամեն դեպքում քննությունները ավելի բարեհաջող կանցնեն։ Ես առաջին երկուսն խաչ եմ տեսնում, նորից եմ ասում, այդտեղ ղար չեմ տեսնում, այսինքն կտրվել չեմ տեսնում, պարզապես մի քիչ ռիսկային գոտում։ Հետաքրքիր է, նույն կարտերն են դուրս գալիս, լավա ձեր աչքի առաջ խառնում եմ, նույն կարտերը, նորից էլի դուրս եկավ 9, նորից էլի դուրս եկան թռչունները, առաջին տարբերակում խաչի 7 էի տեսնում, որոշները, որոնք այնքան բարձր գնահատականներ չեն ունենա, ինչ որ ռիսկային գոտում կլինեն, կարող են կտրվել, եթե կա կտրվելու տարբերակ, ես էլ եմ ասում, ես վստահ չեմ ձեր ինչ քննություն է, ինչպես են անցկացում, արդյունքներից ինչ եք սպասում,
դպրոցը վերջացնում են, երևի մեծ մասամբ վերջացնեն, չէ։ Դրա համար ես ասում եմ, ինչ տեսնում եմ, դուք ինքներդ որոշեք, եթե սխալ եմ ասում, որովհետև ես չգիտեմ ինչպես է համակարգը հիմա աշխատում։ Առաջինը, եթե ցածր գնահատականներ ստացածներն լինեն ռիսկային գոտում, առաջին տարբերակի դեպքում որոշները կարող են պարզապես կտրվել, բացասական գնահատական լինի, բացասական արդյունքներ, բայց մի մասի դեպքում պարզապես կարող է ցածր լինել, բայց ռիսկային գոտում լինեն, բայց նորից էլի ոչ մի խնդիր վերջում չլինի։ Եթե դպրոց ավարտելու մասին է խոսքը, դպրոց կավարտեն։ Երկրորդն ավելի էլի ռիսկային գոտում, բայց ավելի բարձր գնահատականների են եւ այո, այդ դեպքում էլ տեսնում եմ 7 քյարպինջի, այսինքն նշանակում է, որ այստեղ շատ ավելի շանսեր կա։ Այստեղ ես կտրվել ընդհանրապես չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ, որ շանս կա ամեն դեպքում, որ իրեն կարող են հաջողությամբ վերջացնել։ Այսինքն կտրվել հաստատ չեմ տեսնում։ Միայն առաջի տարբերակում են էլ 50-50-ի մասը։ Այստեղ տեսնում եմ շանս կա 7-ով հնարավոր է, այս բավականին բարձր են գնահատականները ամեն դեպքում միջինից, այսպես կարող եմ ասել, միջին բարձր, բայց վտանգավոր գոտում բարձր, նորից եմ ասում, սա հաջողության բարձր գնահատականները չեն, բայց 7-ով կարող է այստեղ կարելի է հարցը շտկել։ Այսքանը հարգելիներս, էլ եմ ասում, սրտներից շատ մոտիկ մի ընդունեք, որովհետև ես իսկապես վստահ չեմ։ Եվ կխնդրեմ նորից, եթե մինչև վերջ դիտում եք, որ գրեք ինձ կոմենտներում, հասկանանք, աշխատեց, չաշխատեց, որպեսզի հասկանամ մյուս անգամ այս թեմայով արժի նայել, թե չարժի նայել։ Դեռ ես ինքս էլ վստահ չեմ, ինչքանով է սա ճիշտ։ Ես բոլոր երիտասարդներին քննություններում մաղթում եմ միայն հաջողություն, լավ պատրաստվեք, հարգելիներս, եւ Աստված տա բոլոր լավ գնահատական ստանաք։ Այսքանը։